Ուղիղ եթերում շարունակվում է լրատվական թողարկումը, այս պահին տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագան ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին, ողջույն պարոն Շարմազանով, շնորհակալ եմ մեր հրավերությունելու համար։ Քիչ առաջ մենք դիտում էինք տեսանյութ, որտեղ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը այցելել էր Հանրապետականի շտաբ, իհարկե այս թեմային շատ են անդրադարձել հանրապետականները, բայց ի վերջո պնդում են ընդդիմադիրները, որ սա հանրային տարածք է, ելքը հայտարարում է, որ պաշտպանում է Զարուհի Փոստանջյանին, ի վերջո ձեր երկու մրցակիցները այս հարցում միակարծիք են, եւ պնդում են, որ սա հանրային տարածք է, Փոստանջյանը ասում է, կարող էր ինքը մուտք գործել։ Ի վերջո այստեղ խախտում կար, որ նա մտել էր Հանրապետականի շտաբ։ Ես նախ մեղմ ասած մուտք գործելը դա շատ կոռեկտ ձևակերպում էր ձեր կողմից, ես գնահատում եմ ձեր լրատվական կոռեկտությունը, կարող էր չէր կարող, դա չի կարևոր։ Կարևորը մուտք գործելուց հետո ինչպես ես դուք ես պահում եւ կա գրված օրենքներ, կան չգրված օրենքներ եւ ես չեմ ուզում հիմա դատավորի ֆունկցիա վերցնել, ես իմ կարծիքը երեք ասել եմ, կուսակցության նախընտրական շտաբը պաշտոնական հայտարարություն տարածել է, մեր կուսակցության փոխնախագահը 3 ազատության ուղի եթերում մեր կարծիքը փոխանցել է, իրավապահները պաշտոնական հաղորդագրություն տարածել են, ես չէի վարվի նույն կերպ, ես չէի, եթե ես լինեի թեկնածու, ես նույն կերպ չէի վարվի երկիր ծրանի, ելքի կամ այլ գրասենյակներում, ինձ չէի պահի։ Մնացածը արդեն Տիկին Փոստանջյանի խնդիրն է, ես հիմա 10 տարի մենք միասին աշխատել ենք եւ նա երբեք ինքն է իր կարծիքը եւ ես չեմ ուզում իմ ժամանակը ծախսել գնահատականներ տալու համար։ Եթե դա լիներ իմ կուսակից ընկերը, իմ կուսակից ընկերուհին, իմ համախոհը, ապա միգուցե դեպքում ես իմ կարծիքն ասեմ։ Իմ կարծիքը հետեւյալն է, դա ոչ հաճելի եւ ոչ քաղաքական արարք էր։ Մնացած արդեն թող իրավապահները որոշեն։ Իսկ ելքը համամիտ է, համամիտ չէ։ Դրա համար մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որպեսզի մարդիկ ունենան տարբեր կարծիքներ։ Թող հանրությունը որոշի, նայի ուղիղ եթե տեսնի դա նորմալ է թե աննորմալ է։ Ես գտնում եմ, որ դա նորմալ չէր։ Քաղաքական առումով նորմալ չէր։ Մնացածը արդեն իր խնդիրն է եւ ես կարծում եմ ավելի կարեւոր խնդիրներ կան։ Ես ուզում եմ օգտվելով առիթից նաեւ համացանցից տեղեկացա, որ Զարու աղջիկը ինչ-որ առողջական փոքրիկ խնդիրներ է ունեցել, ես օգտվելով առիթից զուտ առանց պաթոսի, առանց ձևականության ուզում եմ առողջություն մաղթել, որովհետեւ անկախ նրանից մենք քաղաքական օպոնենտներ ենք թե չէ, մեր ազգի երեխաների առողջությունը բոլորիս խնդիրն է, առողջություն եմ մաղթում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ ես իմ տղային հետս չէի տանի այլ քաղաքական միջոցառումների, աղջկաս առավել եւս։ Պարոն Շարմազանով, որպես ազգային ժողովի փոխնախագահ, հա, ի վերջո ոստիկանների գործողությունները անձեռնմխելիություն ունեցող, դեռ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի եւ նրա Վանե ջան, դուք ես այս թեմայից այնքան եմ խոսել։ Երեք էլ Աշոտյանն ենք են խոսել։ Եթե մենք պետք է սրանից խոսենք, ես կարծում եմ դուք կարող եք հետ տալ երեկվա իմ պաշտոնական հայտարարությունը, երեկվա Աշոտյանի մի ժամանոց ուղիղ եթերը եւ իմաստ չի ունի ինձ հրավիրել։ Ընդհանրապես մեկ այո կամ ոչ, անձեռնմխելիությունը խախտվել է թե ոչ այս դեպքում։ Ես իրավաբան չեմ կարող ասել, իմ կարծիքով ոչ։ Իրավապահները պահել են իրենց ըստ իս բավականաչափ կոռեկտ սկզբնական շրջանում։ Եվ Տիկին, եթե նայում ենք ինչ ա եղել, ոնց ա եղել, ես ասացի, հիմա չեմ ուզում դրա մեջ մտնեմ։ Ես կարծում եմ, որ եթե որևէ ժողովրդավարական երկրում նման բան լիներ, իրավապահները այդքան չէին հանդուրժի, այդ ոստիկանները, այդքան չէին հանդուրժի։ Իսկ ինչ ա եղել, ոնց ա ես ասել եմ, չի կարելի մտնել մարդու տուն, կա խնդիր, դիմիր իրավապահներին։ Ինչ անժամ, ես լսել եմ այնտեղ այո, բա մարդու ճորի ճղրտել է, տենց մտնել է։ Հիմա չեմ ուզում դրան անդրադառնամ էլի, բերեք այդ թեման փակենք եւ օգտվելով առիթից ազատություն ընտրություններից հետո ասելույս տվել եմ շատ փոքրիկ, բայց հիմա ուզում եմ օգտվելով առիթից ձեր 100,000-ավոր միգուցե միլիոնն ասնող լսարանի միջոցով շնորհակալություն հայտնել մեր բոլոր երևանցիներին, բոլոր ընտրողներին ու չընտրողներին, բոլոր ընտրություններին գնացածներին եւ նույնիսկ նրանց, ովքեր որ չեն գնացել։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրապետական կուսակցության կողմից, Տարոն Մարկանի որպես շտաբի պետ, բոլոր նրանց, ովքեր որ ընտրել են մեզ կամ ելքին կամ երկիր ծիրանին։ Ես ցանկանում եմ, որպեսզի 3 քաղաքական ուժերը միասին
ավականիում Տարոն Մարկարյանի գլխավորությամբ մենք 5 տարի հետո էլի այս տաղավարում արձանագրենք, որ Երևանը դարձել է ավելի լավը եւ 3 խմբակցություններն էլ գործել են հանուն Երևանի։ Պարոն Շարմազանով, արդյունքները իհարկե նախնական դեռ, բայց հայտնի են, Հանրապետականը 71.25% ունի։ Այս արդյունքը ձեզ բավարարում է Հանրապետականին եւ կանխատեսելի էր արդյոք այս արդյունքը։ Քաղաքական լկտիություն կլներ, եթե ես ասեի, չի բավարարում։ Իհարկե ոչ միայն բավարարում է, այլ նաեւ տպավորիչ արդյունք է, բայց սպասելի էր։ Այնպես չի, որ այս արդյունքը մեզ համար սենսացիոն էր, չէ։ Սա սպասված արդյունք էր եւ մենք կանխատեսում էինք, ես եկել ասացի 70%-ի մի քիչ ավել, մի քիչ պակաս, որովհետեւ եւ սոցիոլոգիական հարցները, եւ մեր ուղիղ աշխատանքը, եւ մեր տեխնացուի վարկանիշը դրա մասին էին խոսում, իհարկե սպասելի էր։ Եվ ես կարծում եմ, որ նույնիսկ մեր գործընկերները ելքից եւ երկից իրանից, որովհետեւ մեկի մոտ կասկած չի եղել, որ Տարոն Մարկարյանը հաջողություն է գրանցելու։ Սա շատ պարտավորեցնող է։ Երևանցիների այս վստահության քվեն 71%-ից ավելի ձայնը անչափ պարտավորեցնող է եւ մենք պետք է ձեռներս քշտած աշխատենք։ Տարոն Մարկարյանը պետք է իր քաղաքական թիմով անի ամեն ինչ, որպեսզի այդ 71% ստացած ձայնից որևիցե մեկը չփոշմանի, որ ձայն է տվել, ավելին այն մնացած 30%-ն էլ իրենց քաղաքական պարտքը կատարել են, բայց տեսնեն այս 5 տարիների ընթացքում այն դրական փոփոխությունը, որը քաղաքային տնտեսությունը կարձանագրի Տարոն Մարկարյանի գլխավորությամբ։ Ես շնորհակալ եմ բոլոր երևանցիներին, շնորհավորում եմ իդեպ ելքին եւ երկիր Ծիրանին։ Երկիր Ծիրանի համար սա քաղաքական դեբյուտ էր եւ 7%-ից ավելի ձայներ ստացածը բավականին կարծում եմ դեբյուտի համար լուրջ ձայներ էր։ Եվ երկրորդը երկիր Ծիրանին, ելքը եթե տեսնում ենք, իրենք պարլամենտում, եթե նայում ենք ավելի քիչ ձայն էին հավաքել, քան թե հիմա, եւ ես Նիկոլին եմ ուզում շնորհավորել Էդմոնի Էդմարուկյան, իրենց թիմին, սա առանց որևէ սարկազմի եմ ասում, միգուցե իրենց սպասելիքները շատ էին, բայց պետք է քաղաքականության մեջ իրատեսնել եւ կարծեմ քաղաքում 14-15% էին հավաքել, հիմա 21%-ից ավելի ձայնը, դա տպավորիչ է եւ այդ իմաստով նրանք կարողացան ցույց տալ, որ իրանք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը եւ շատ նորմալ է։ Ես ուրախ եմ, որ մենք քաղաքում ունենք 3 բազմակուսակցական թիմ, բնականաբար մոտ շուրջ կարծեմ 46 մանդատ հանրապետականն է, 14 ելքը, 6 երկիր Ծիրանին, նորմալ է եւ ամեն ինչ թողանում Երևանի աշխատեն։ Պարոն Շարմազանով, այս թվերից ինչ կարելի է եզրակացնել։ Հիմա տարբեր եզրակացություններ են արվում, հիմա ընդդիմությունն էր մեր վատը, որ քիչ ձայներ ունեցավ, թե հանրապետականն ու Տարոն Մարկարյանն էր ավելի լավը։ Գիտեք, քաղաքականության մեջ շատ պրիմիտիվ է, էլի լավն ու վատանելը։ Սա նախ քաղաքական պետք չի գերագնահատել այս ընտրությունների քաղաքական նշանակությունը։ Իրենց բոլոր ոչ քաղաքական բաղադրիչով հասնի հանդերձ, Հովհաննես ջան, այս ընտրությունները համանքային էին։ Սա ասֆալտի, վերելակի, տրանսպորտի, կանաչապատման, բարեկարգման, 4 կարգի վթարային շենքերի եւ այլն այդ ձևի ընտրություններ։ Եվ չտեսնել, որ այս 4 տարիների ընթացքում Տարոն Մարկարյանի գլխավորությամբ քաղաք առաջընթաց է արձանագրել, անհնար է։ Եվ ժողովուրդը գնաց ընտրեց։ Սա էլ պատասխանը մեր բոլոր օպոնենտներին։ Եղավ մարդիկ, ովքեր որ ունեին այլ քաղաքական ճաշակ եւ ընտրեցին Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Պոստանջյանի կուսակցության։ Դա էլ է բնական։ Եվ ասել սա ես այնպես կատեգորիկ չեմ լինի, հա, Դիզրայելին ասում էր կտրուկ խոսքը, կատեգորիկ խոսքը քաղաքականության լեզուն չի։ Ես որպես արդեն 12-13 տարվա ակտիվ քաղաքական գործիչ երբեք չեմ խոսել կամ կատեգորիկ խոսքը կիրառել եմ բացառապես այն ժամանակաշրջանում, երբ որ այլ տարբերակ չկար։ Գաղտնիքը ո՞րն էր, որ հանրապետականը հաղթեց։ Գաղտնիքը Տարոն Մարկարյանի աշխատանքը, նրա պրոֆեսիոնալիզմը, իրատեսական ծրագիրը, մյուս կողմից նաև այն, որ մեր օպոնենտները չունեին քաղաքային տնտեսության մրցունակ ծրագիր, ոչ մրցունակ թիմ, ոչ մրցունակ ծրագիր։ Իսկ սա այնուամենայնիվ ոչ միայն խոսքի ընտրություն էր, այլ հենց գործի եւ ծրագրի եւ շատ դեպքերում, երբ որ մենք ուսումնասիրում ենք, Զարուհի Պոստանջյանի մասին չասեմ, այնտեղ ծրագիր առհասարակ ես չեմ տեսել, ես մեքենայով ասում եի Հանրապետության հրապարակով, այնտեղ հրապարակի մեջտեղում են կլորում, ասուլիս էր տալիս, 4 հոգի իրանք էին, 15 հոգի օպերատորներն ու լրագրողները, բայց որ եթե դուք հեռարձակում եք, շատ ապրեք, որ նաեւ նույնիսկ 4 հոգանոց փոքրիկ հավաքնեք հեռարձակում, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ ինքը
երկարատև մարաթոնյան դիստանցիայի համար միգուցե ինքը չէր հաշվարկել, որ ինքը պարլամենտականից հետո Երևանին է մասնակցում։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ելքը վերջին պահին էր որոշել Նիկոլին առաջադրել։ Այսինքն չէր կրկնություններ։ Հասկանում եք, թե նույն հանրապետականի, եթե նայում եք պարլամենտական ազդությունը մենք լրիվ այլ դեմքերով, այլ ծրագրով ես գնում, իսկ քաղաքի ինտուիցիոնը լրիվ այլ դեմքով, այլ լիդերով եւ այլ ծրագրով ու այլ քաղաքական թիմով։ Սա պայքար էր, բայց ի վերջո։ Սա ծրագրերի եւ սա գործի, ծրագրերի, թիմերի, կուսակցությունների եւ առաջին հերթին տեխնացիների պայքար էր։ Այո, այստեղ Տարոն Մարգարյանի դերակատարումը շատ մեծ է եւ այն մարդիկ, ովքեր որ ձայն են տվել հանրապետական կուսակցությունում, կարծեմ նրանց ճնշող մեծամասնությունը ձայն է տվել Տարոն Մարգարյանի թիմին, նրա իրականացած աշխատանքին, տեսանելի աշխատանքին, վստահելով նրան։ Պարոն Շարմազանով, ընտրությունները ազատ եւ արդար էին։ Ամենայն դեպս ես առավոտյան կարդացի Էդմոն Մանուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի չիմացա ով է իրանցից ասել, բայց ամենայն դեպս ելքի տեսակետը այնպեսին է, որ ընդհանուր առմամբ ընտրության արդյունքները համապատասխանում էին ընտրողների կամքին։ Ես ավելացնեմ, ընտրողների գաղտնիության սկզբունքը ապահովված է եղել։ Դիտորդները պնդում են, որ շատ խախտումներ են եղել այդ։ Բնակ, եթե նույնիսկ դիտորդները եղել են, որ ասում են շատ իդեալական է եղել։ Ես մա ոչ նրա կոմունիկացիա եղել են նաև կեղծ դիտորդներ։ Չգիտենք հիմա կեղծը ով է կեղծի, շի դա այն ֆունկցիայի մեջ չի մտնում։ Ես ձեզ մի հատ բան ասեմ։ Եթե նույնիսկ ողջ հաղորդումները իրական համարենք, որ դրանք իրականություն են, նրանք 0.5%-ի չափել չեն կազմում։ Խախտումները բոլոր։ Խախտումներով հանդերձ։ Այսինքն 71.5%-ը թող դառնա 71.3, բայց չի դառնա էլի 51։ Այսինքն այդ ամբողջությամբ եւ սա է պատճառը, որ նաեւ դե ֆակտո երկուսն էլ ընդունում են։ Իհարկե սրանք արդար ընտրություններ են, սրանք կանխատեսելի ընտրություններ են, ժողովրդավարական ընտրություններ են, որի արդյունքում հաջողության հասավ այն տեխնացուն, որը պետք է հասնել հաջողության, որովհետև արել է իրականացված աշխատանք։ Ամենակարևորը, ես 13 թվականին եմ եղել շտաբի պետ, հիմա էլ։ Հələ մի հատ նայեք 13 թվականի բողոքների քանակը, բողոքների ծավալը, նույն սկանդալները ու այսօր անհամեմատ են։ Համեմատելի չեն, չի կարելի։ Կաշառք եղել է, պարոն Շարմազանով։ Ինչ անշակում կաշառք։ Ընտրակաշառք։ Այո, կաշառք եղել է Նիսիա։ Ես տեսել եմ, որ եղել է քաղաքական ուժ, որը Նիսիա, ու կաշառք չասեմ, բայց որ ուժներ կաշառք բաժանում։ Նիսիա փոխխոստացող եղել է։ Երևանի ընտրություններում որ ուժներ խոստանում Նիսիա կաշառք։ Որ ուժներ, կաշառք չասեմ, որ ընտրակաշառք։ Հովանես ջան, եթե դու չգիտես, որ ուժներ Նիսիա փոխխոստանում է ժողովրդին, դու ստե ինչ ես անում։ Դու լրագրող ես, պետք է ամեն ինչ իմանաս։ Դուք գիտեք, ես չգիտեմ, հիմա ուզում եմ հասկանալ, հա, Երևանի ընտրություններում որ ուժներ ընտրակաշառք Նիսիայով առաջարկում։ Այն կամ բաժանել ընդհանրապես, եթե նման տեղեկություն։ Սիրելիս, Երևանի ընտրություններում կաշառք բաժանելու վերաբերյալ եւ կաշառք բաժանելու խնդիրը մեր զինանոցում չի եղել։ Ես չեմ կարող բացառել, որ առհասարակ ոչինչ չի եղել, բայց ես կարող եմ խոսել կոնկրետ գործից։ Ես որպես նախընտրական շտաբի պետ կարող եմ հստակ ասել. հանրապետական կուսակցության զինանոցում ընտրակաշառք, ձայների գնել, գործընթաց ոչ նաղդով, ոչ էլ Նիսիայով չի եղել։ Ի տարբերություն որոշ գործիչների, ովքեր որ Նիսիայով, դու չասեմ կաշառք, բայց փող են խոստանում։ Դուք արդեն տարբեր մարդիկ, օրինակ Զարուհի Փոստանջյանը դա որակեց որպես քրեորեն հետապնդելի արարք։ Մեկ ուրիշը, որ սա ուղիղ ընտրակաշառք է։ Իրենք էլ որակեցին, որ սա որևէ խախտում չկա։ Ես իրավաբան չեմ կարող ասել, բայց այն որ բացի ՀԿ-ից եղել է ուժեր, ովքեր որ ելքի առաջարկը ի վերջո ձեզ վնասեց։ Մեզ։ Այո, հանրապետականի ընտրազանգված։ Ես կարծում ելքի առաջարկը վնասեց ինքն իրեն։ Նախ եւ առաջ։ Շատ լավ։ Եվ դրանով էր պայմանավորված, սա արդեն ընտրություններ անցել է, կարող եմ ազատ խոսել, եւ դրանով էր պայմանավորված, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Նիկոլ Փաշինյանի նյարդային պահվածքը վերջին օրերին։ Ես կարծում եմ, որ իր կողքը խելացի մարդիկ կային եւ իրան հասկացրեցին, որ ընկեր այս 15000-ի թեման լավ թեմա չէր։ Եվ սա իմ կարծիքն է։ Եվ այդ իմաստով բնականաբար ինքը փորձեց ուղղել, ժամանակը քիչ էր եւ փորձեց ավելի նապրալում գնալ, ավելի ցույց տալ
որ ինքը խիզախ է, ինքը ուժեղ է, ինքը ոչինչից չի վախենում, ավելի զգացմունքան, որովհետեւ կարողանա այն ընտրողներին, ովքեր որ իրենց տունը նստած են եւ չեն գնալու ընտրության, միգուցե նրանց բերել ընտրության։ Բայց մենք տեսանք, որ դա չեղավ եւ ընտրողը չհավատաց այդ քաղաքական հնարքին։ Պարոն Շարմազանով, ինչու է այսպես ստացվում, որ Երևանի ավականու ընտրությունների հետ կապ ունեցող թե մասնակից ընդդիմադիր կուսակցությունները, թե դիտորդական առաքելությունները, բացի հանրապետականից այս գործընթացին մասնակցող մասնակիցների մեծամասնությունը պնդում է, որ հանրապետական ընտրակաշառք է բաժանել։ Դրանցը հարցրեք իրենց, չգիտեմ։ Ընտրակաշառք բաժանելու լավագույն մեխանիզմը ապացուցելու փաստերն են։ Այդ փաստերը կողեք մեր աչքերը ու հանրության։ Ես մարդ եմ, որը խոսում եմ փաստերով, ես փաստ չունեմ, փաստ չեմ տեսել։ Եթե դուք գիտեք, ցույց տվեք։ Ես չեմ շղթում։ Երեք մեր տեսախցիկը արձանագրել էր Կոնդի շտաբում, որը ես նայել եմ, ուրեմն իմ գրպանը փող կա, հիմա ես ընտրակաշառք եմ տալու։ Մարդը իր փողը հաշվում էր, ինչ է անում։ Կոնդի շտաբում գումար է հաշվում, անցած անգամ աշխատավարձ էին բաժանում։ Ինչ կապ ունի, որ կարող են նաև ընդմիջման փող տալ։ Հիմա ես եղեք որպես շտաբի պետ, մենք կենտրոնական շտաբում ընդմիջում են արել մեր աշխատակիցները։ Գումարը ես եմ տվել։ Հիմա ես ինչ ընտրակաշառք եմ տվել։ Բայց այնտեղից մարդիկ էին դուրս գալիս եւ գումար են նկատել նրանց մոտ։ Ինչ անենք։ Մարդկանց ձեր իրավունք չունի գումար լինի։ Որ դուք աշխատավարձ եք ստանում, ազատություն ռադիոկայանի կաշառում, հա։ Դու գումարը միշտ պահում ես։ Այսինքն դա էլ էր աշխատավարձ։ Ուղղակի հասկանալու համար, քանի որ շտաբի պետը դուք եք, հա, ի վերջո գումարը ընտրատեղամասում ինչ է արվում։ Եղբայր, դա կարող լինի ընդմիջման գումար, դա կարող լինի մարդու ազնական գումարը։ Բացառում եք։ Դու պետք է հարցը տաս։ Նախ դու պետք է ամենակարևոր լրատվամիջոցը իրավունք չունի լինի կողմ։ Կողմ չեմ, ճշտում եմ։ Քեզ չեմ ասում։ Ահա։ Կողմ իրավունք չունի։ Մեր ընտրական գործընթացում կան լրատվամիջոցներ, որոնք իրենց ֆունկցիան մոռացել են։ Լրատվամիջոցի ֆունկցիան ինֆորմացիա փոխանցելն է։ Եթե չգիտես, քեզ ասեմ։ Ճիշտ ինֆորմացիա ֆիլտրելն է եւ ինֆորմացիա փոխանցելն է։ Շատ լրատվամիջոցների դեպքում իրանք վեր են հացվում ոչ թե ինֆորմացիա փոխանցողի, այլ տվյալ այս կամ այն տեխնացուի, ես չեմ ասում ընդդիմություն թե իշխանություն, միգուցե NLK, այնպես չի որ միայն ընդդիմության մոտակա, բայց հիմնական դեպքում ընդդիմության շահերի պաշտպանի, փաստաբանի, դա արդեն լրատվամիջոց չի։ Հասկացանք իրար։ Իսկ ինչ վերաբերում է գումարին, գումարը մարդու անձնական գումարն է։ Ինչ խնդիր ունի։ Մի օր քուչ ջեբը ես գումար տեսնեմ պրոբլեմ, հա։ Պարոն Շարմազանով, խնդիրը ռեակցիան է։ Երբ գումարը նկարահանվում էր կամ ցուցակներ, նրանց ռեակցիան։ Ես չեմ կարծում մեր ժամանակը պետք ռեակցիան որն է։ Հիմա ես իմ ջեբից գումարը հանեմ, գումարը դասական բան է։ Ֆիքսված գումարը հերքում են, որ շտաբում գումար կա։ Այդ դեպքում կարող են, չէ՞, պնդել նույն շտաբի աշխատակիցները։ Դա շտաբի գումար չի, դա տվյալ մարդու անձնական գումարն է։ Ինչ են հերքում։ Բա մարդու անձնական գումարն է։ Այդ մարդը իրավունք չունի նա մոտ գումար ունենա։ Ես այդ մարդուն ճանաչում եմ, եւ կարող եմ ասել, որ զարմանալի չի, որ իր ձեռքի այդքան գումար կա։ Այդքան գումար իր մոտ եղել է 10 տարի առաջ, 20 տարի առաջ, համոզված եմ 20 տարի հետո էլ։ Ինքը շատ նորմալ իր քրտնինքով աշխատող մարդ է։ Խոսքը Կոնդի շտաբի։ Այո, ոնց որ նկարել եք։ Գոնե իր դեպքում շատ կիրթ, որ առիթ ունենաք մի օր զրուցեք, միգուցե իրանից շատ բան նաեւ սովորեք։ Բան առումով, ես էլ միգուցե սովորեմ։ Շատ կիրթ ինտելեկտուալ անձնավորություն է, դուրսը սովորած։ Եվ պետք չի մարդուն չճանաչելով պիտակ կպցնել։ Պիտակ չեմ կպցնում, ճշտում եմ։ Ես չեմ ասում, եղբայրս, գրողներն եմ ասում։ Ի վերջո, հա, մյուս շտաբի տեսանյութին անդրադառնանք, հա, Նարդոսի փողոցի վրայի շտաբում։ Անկեղծ եմ ասում, չեմ տեսել։ Տեսանյութում ցուցակներ են, որոնք թաքցվում են, այո, թաքցվում է, փաստորեն ցուցակներ թաքցվում են եւ պնդում են, որ բեզեի ռեցեպտ էր։ Բեզեի ռեցեպտ ինչ են անում հանրապետականի շտաբում։ Եթե իհարկե մի վարքյան դու հրավիրել ես, ոչ սկզբնական քաղաքական գործ չի, ոչ էլ 10-րդ դասարանի աշակերտի։ Մի րոպե ես ավարտեմ, մի րոպե լսի, դու հրավիրել ես պարոն Շարմազանովին։ Իհարկե երրորդ դեմքով եմ նրա խոսում, ինձ հարցեր ես տալու։ Դու հրավիրել ես մի մարդու, որը քաղաքական լուրջ հարցերից է խոսում։ Բեզեի ռեցեպտից, ինչա։ Ես մի բան եմ ասում, այս թեման փակում ենք։ Բայց հանրապետականի շտաբում է դա եղել։ Այո, հիմա լսի, ինչ ասում։ Եթե որևէ մեկը կասկած ունի, խնդիր ունի, որ այնտեղ որևէ իրավախախտում ա եղել, ես ազատության ռադիկալի միջոցով եմ ասում, նաև քեզ եմ հորդորում։ Դիմեք իրավապահ մարմիններին։ Էդուարդ Շարմազանովը ոչ փաստաբան է, ոչ իրավաբան է, ոչ բեզեի ռեցեպտ գրող է, ոչ փող բաժանող է, հասկացանք։ Ես քաղաքական հարցերի պատասխանող եմ։
Ես հոգնած գիշերը չեմ քնել։ Եկել եմ ստեղ, որ ինձ լուրջ հարցեր տաս։ Եկել եմ բեզե ռեցեպտը, Դա ձեր կուսակցության գրասենյակում եղել, որտեղ բռնություն են կիրառել լրագրողի հանդեպ։ Կուսակցությունը դրա համար կուսակցություն ունի շտաբ, որը 3 ժամը 1, 3 արել ենք 2 ասուլիս, 3 հատ շտաբի հայտարարություն են կայ, կուսակցության շտաբի պետն 3 հատ հարցազրույց ա տվել։ Ինչի մասին է խոսքը։ Բացեք ընդեղ նայեք։ Ես չեմ կարծում, որ ես այն գործիչն եմ, որը ժամը 1 կարծիք ա փոխում, Հովհաննես ջան։ Ասել ես, կարող ես հղում անել։ Շատ լավ, եւ բռնության հետ կապված է բոլոր բռնությունները, ցանկացած բռնություն, ում դեպքում ուզում ա լինի, ոնց ուզում ա լինի, ես դեմ եմ եւ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ով ուզում ա դա լինի։ Կլինի լրագրողի հանդեպ, կլինի իշխանության հանդեպ, կլինի ընդդիմության հանդեպ, դա դատապարտելի է։ Ես մեկ անգամ չէ որ ասել եմ, քաղաքական խնդիրները պետք է գնան բացառապես քաղաքական հունով։ Ես քաղաքական կոռեկտության, քաղաքական մշակույթի զարգացման կրող եմ։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, մի ձեռքը ծափ չի տալիս։ Եթե մենք տեսնում ենք իշխանության թեյությունը, դժբախտաբար, կրկնում եմ, դժբախտաբար մեր ընդդիմության որոշ գործիչների մոտ եւ քաղաքական կոռեկտությունը, եւ քաղաքական գրագիտությունը, եւ էթիկետը ոչ թե կաղում են, այլ շատ են կաղում։ Այս է նաեւ խնդրեմը, եւ խնդրում եմ նաեւ, եթե խնդրեմից ենք խոսում, խոսենք համատարած խնդրեմներից։ Եվ քանի որ բռնությունը ասացիք դատապարտում եք, նաև Փոստանջյանի հանդեպ բռնությունն եք դատապարտում, թե սա չի վերաբերվում այդ միջադեպին։ Այնտեղ բռնություն կար։ Այնտեղ եթե բռնություն եղել է քաղաքական, այնտեղ եղել է քաղաքական ահաբեկչություն Տիկին Փոստանջյանի կողմից, քաղաքական ահաբեկչություն, այսինքն այն ինչ որ ինքը անում էր, դա քաղաքական ահաբեկչություն էր։ Եվ երեք էլ Խոստովը Հարությունյանը պատմեց, որ դրանից 2 օր առաջ էլ հարձակվել էր շտաբի վրա։ Այսինքն դա նոր բան չի։ Դա նույն բանն է, ոնց որ Տիկին Փոստանջան, ես պարզապես իմունիտետ արդեն ունենք Տիկին Փոստանջանի գործունեությունից, որովհետև ես 10 տարի իր հետ աշխատել եմ, արդեն եթե շատ մարդիկ ովքեր որ նոր են սովորում Տիկին Փոստանջանի գործի լավոճին, ես էլ սկզբում երբ որ աշխատում ենք միկրոֆոն էինք անջատում, միգուցե նյարդայնանում ենք, բայց հետո արդեն զվարճանում ենք, որովհետև այլ տարբերակ չկա, չի կարելի այդքան անլրջացնել։ Այնքան անլրջացնել է քաղաքական գործընթացը ինչքան Տիկին Փոստանջանը, երեք եւ նաեւ պարլամենտում քարտեր գողանալով եւ այլն։ Ոշեմ Աստված իրանց հետ Զարա ջան, քեզ շնորհավորում եմ 7% ֆրակցիա ունես, հանուն Երևանի միասին աշխատենք։ Ահաբեկչություն նկատի ունեք։ Քաղաքական ահաբեկչություն դա տերմինոլոգիա է, չմտածես ինքը Բեն Լադենն է։ Պարոն Շարմազանov, անցնենք մեկ այլ թեմայի, հա, երեք ընտրությունների ընթացքում տեղամասերում նկատվում էին տարեց կանայք եւ տղամարդիկ, ովքեր ուղեկցողներով գալիս էին ընտրատեղամասեր եւ կատարում էին իրենց իրավունքը, բայց այդ ամենը ուղեկցվում էր տարօրինակ փաստերի արձանագրումով, նույն դիտորդները պնդում էին, որ նույն մարդիկ են ուղեկցում այդ անձանց, նրանք բացեբաց ասում էին, որ Հանրապետականին եւ Տարոն Մարգարյանին են քվեարկում, շատերը գումար էին ուզում հենց ընտրատեղամասի տարածքում եւ նրանց հարցունային։ Ի վերջո, հա, ինչն է գաղտնիքը, որ տարիքով կանայք եւ տղամարդիկ համակրում են Հանրապետականին եւ Տարոն Մարգարյանին, հա, ինչպես է այդ։ Հանրապետականին եւ Տարոն Մարգարյանին հանրապետում են համակրում են քո նման երիտասարդները նաեւ քո տարիքի, հա, գեղեցիկ աղջիկները, խելացի ուսանողները, տարիքով մարդիկ, պրոֆեսիոնալները, անկուսակցականները եւ հանրապետական, երբ որ լուրջ սոցիոլոգիական հարցման է, կտեսնենք, որ Տարոն Մարգարյանի եւ հանրապետականի էլեկտորատը չի սահմանափակվում միայն այս կամ այն տարիքի մարդկանցով։ Իսկ այն, որ մեր տատիկ պապիկները վստահում են Տարոն Մարգարյանին, դա շատ ուրախացնում է։ Շատ լավ, պարոն Շարմազանով, երեք ընտրությունների ընթացքում ես մի այսպիսի օրինակ տեսա, ես գիտեմ, որ այս մասին դուք արդեն խոսել եք, հա, փաստորեն 200,000 օրինակով նմուշներ է տպել Հանրապետական կուսակցությանը եւ մոտավորապես այսպիսի տեսքով տեղամասի հարևանությամբ էր, հա։ Ի վերջո, այս նմուշները ինչի համար են Հանրապետական կուսակցությանը։ Ասել զուտ քարոշական նյութ է։ Մենք ասել ենք ավելացնելու բան չենք։ Սա անօրինական չի։ Այն ինչը անօրինական չի, մեր զինանոցում կարող է լինել։ Այն ինչը անօրինական է, մենք բացառում ենք։ Ես որպես շտաբի պետ իմ թիմի քաղաքական զինանոցում ընտրությունների ժամանակ, կամպանիայի ժամանակ ոչ մի բան կարող եմ չբացառել։ Բայց որպես շտաբի պետ, սա անօրինական չի։ Իսկ ինչ են արվում այս նմուշները։ Ինչ որ արվում են, ինչի՞ կարող է հաջորդ ընտրությունները մենք պետք է անենք։ Ինչի՞ ես քեզ պետք է սաղեմ զինանոցը բացառել։ Սա նորություն է, նախկինում չենք նկատել դրա համար։ Դե մենք ասեցի, մենք քարոշչությունը շատ պայծառ դեմքեր ունենք, մեր քարոշչության պետը եղել է հարգելի պարոն Աշոտյանը, ինքը ունի պայծառ մտքեր։ Մենք էլ միասին երբ որ միանում ենք, մեր թիմը բավականին
կրեատիվ մտքեր ունի եւ այստեղ խնդիր չկա։ Եթե անօրինական չի, ոչ պրոբլեմ կա, իսկ այնտեղ անօրինական բան չկա։ Մեկնաբանությունները հետևել են եւ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահն հետևել եւ իրավապահներն հետևել եւ որևէ պրոբլեմ չեմ տեսնում։ Ես պարզապես ես հորդորում եմ այն բոլոր հարցերը, որոնք արդեն պատասխան տրվել է, ինձ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ անգամ նույն հարցը մի տվեք։ Շատ լավ, պարոն Շարմազանով։ Դրա փոխարեն կարող են եթե տենց է ազատություն ռադիոկայանի եթերը նվիրել Յուվենտուս Ռեալ սպասվող խաղին։ Շարունակելով Երևանի ավականու ընտրությունների թեման, հա, երեկվա ընտրությունների արդյունքում ձեր մրցակիցների գրասենյակները տարբեր հայտարարություններ, հաղորդագրություններ են տարածում, Հանրապետական կուսակցության անունը կար այդ հայտարարություններում եւ տարբեր խախտումների մասին էին խոսում եւ այլն, հա։ Ձեր շտաբը նկատել է որևէ խախտում կամ ինչ որ խնդիր կապված ձեր մրցակիցների հետ։ Հանրապետական կուսակցության շտաբը երեք տվել է հայտարարություններ, խնդրում եմ հողու Մարեկան դեղ, այո, մենք դատապարտել ենք, ոչ միայն ուշադրություն ենք հրավիրել իրավապահների եւ լրատվամիջոցներին կոչ ենք արանաչար գործողություններ եւ դա ավելի շատ կապված է եղել Ավանի միջադեպի հետ, որտեղ մեր գործընկերուհի Զարուհի Պոստանջյանը ըստ մեզ, կրկնում եմ, ըստ մեր կարծիքի չեմ ասում, մեր կարծիքը հալածուղի տեղ ընդունեք, բայց ըստ մեզ ինքն իրեն պահել է ոչ համաչափ եւ այդ գործողությունները խոչընդոտում են մեր նախընտրական շտաբի գործունեության։ Ես որպես շտաբի պետ անձամբ խոսել եմ, հայտարարություն եմ տարածել, այնուհետեւ մենք շտաբով եւս մենք պաշտոնական հայտարարություն ենք տարածել, կապ եմ հաստատել մեր Ավանի շտաբի մեր գործընկերների հետ եւ ասել եմ, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահանջել եմ նաեւ իրավապահներից, որպեսզի արվի ամեն ինչ, որպեսզի մեր ենթաշտաբի բնականոն աշխատանքները չխանգարվի, որևէ մեկը բարոյական իրավունք չունի մտնի իմ շտաբ եւ այնտեղ հիստերիա սարքի եւ իմ թիմի աշխատանքը խոչընդոտի։ Ինչպես կներ նույն Տարոն Մարկանը, որ գնար Զարուհի Պոստանջյանի կամ Նիկոլ Փաշինյանի շտաբ եւ նույն ձև վարվեր։ Վայնասուն կբարձրացնեն։ Եվ այդպես չի կարելի։ Եվ ինչ եմ ուզում ասել, եթե մի բան ասում ենք մենք, թեկուզ արայով ինչ-որ մեկին դիմում ենք, սոցցանցերը, լրատվամիջոցները, դες մի հատ կինո են սարքում, էլի, հայոց պատմություն է։ Իսկ խորենացու ողբը նույնիսկ։ Իսկ երբ որ մենք ունենք գործընկերներ, ովքեր որ ամենավերջին նյարդային բառերն են օգտագործում, ես չտեսա որևէ մեկը կոչ անի։ Ես սա եմ ասում, մենք պրոբլեմ ունենք։ Մենք պրոբլեմ ունենք անաչառ նաև անաչառ լրատվությամբ, անաչառ, որը գնալով կողմնակալ է դառնում ու դա շատ վատ է։ Պարոն Շարմազանով, նախընտրական վերջին օրերին անդրադառնալով, հա, դուք ձեր խոսքում իհարկե անդրադարձեք ինչ-որ չափով այս ամենին, խոսքը գնում է ելք դաշինքի քաղաքապետի թեկնածուի կողմից ձեր շտաբ այցելությանը, հա, որը փակ էր եւ հետո բացվել էր Կուրղինյան փողոցի վրա, Գյուրեղյան կներեք։ Հա, բանում։ Գյուրեղյան փողոցի շտաբը, հետո արդեն Արաբկիրի շտաբը։ Ի վերջո այս ամենը վնասեց հանրապետական։ Նաև փաստաթղթեր հրապարակվեցին, որոնք Նիկոլ Փաշինյանի պնդմամբ հանրապետական կուսակցության։ Այս ամենը կարծում ավելի շատ վնասեց Նիկոլ Փաշինյանին։ Ահա։ Իմ կարծիքով։ Իսկ հանրապետականին ոչ։ Եթե վնասել մենք այս արդյունքը տպավորիչ չենք արձանագրի։ Ամեն ինչ ես ռեալ մարդ եմ եւ ամեն ինչ ի տարբերություն ոչ թե ցանկություններով եմ, ոչ թե ցանկություններով եմ առաջանում, այլ ռեալությամբ, իրականությամբ։ Իրականությունը 71%-ից ավելի ցայն է։ Սա այն է, ինչ որ մենք սպասում էինք եւ սպասում էինք, որ սա իրոք տպավորիչ է եւ եղավ տպավորիչ հաջողություն։ Եվ բնականաբար, եթե խանգարեր պարոն Փաշինյանի PR ակցիան եւ քաղաքական հնարքների շարանը, բնականաբար Տարոն Մարկան այդքան ձեր չեն հավաքի։ Արդյունքներով են դատում, իսկ արդյունքները տպավորիչ են, ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունը եւ ոչ միայն այդ օրը, այլ այդ 22 օրվա ընթացքում, եթե խանգարել է, ապա հաստատ մեզ չի խանգարել, ապա միգուցե խանգարել նաեւ իրենք պետք է նայեն։ Ինչպես իրեն խանգարեց Վանաձորում, երբ որ ինքը տարբեր տեմբրով բառեր էր օգտագործում, այսօր արդեն իր զինակից Էդմոնդ Մարուկյանի քաղաքական թիմի գործունեության վերաբերյալ։ Եվ այս փաստաթղթերը իհարկե հանրապետականը հայտարարել է, որ իր հետ կապ չունեն, հա, բայց սա կեղծիք է հայ ի վերջո, որտեղ այնտեղ հանրապետականի անունն է գրված։ Մեզ հետ կապ չունեն, մնացածը թող իրավապահները որոշեն։ Շատ լավ, եւ վերջին հարցը պարոն Շարմազանով, այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին։ Այո, եթե համեմատում ենք 13 թվականի ավականու ընտրությունների հետ, ապա ոչ միայն մեկ քայլ առաջ են, լուրջ քայլ առաջ են։ Իսկ խորհրդարանական
Խորհրդարանականների հետ ես չեմ ուզում սահմանել, սա խորհրդարանականը այլ դրամաբանություն ուներ, մասնակիցները շատ ավելի շատ են, ժողովրդի սպասումները այլ էին, սրանք համայնքային ընտրություններ են։ Պետք է համայնքային ընտրությունը համեմատել համայնքայինի հետ, ֆուտբոլը հոկեյի հետ չեն համեմատում, չէ՞, կամ ֆուտբոլը բասկետբոլի հետ։ Օրինակ հիմա play-off գնում է եւ NBA-ում եւ NHL-ում, բայց տարբեր է։ Դրա համար պարլամենտական ընտրությունները պետք է համատենք պարլամենտականի հետ, համայնքայինը համայնքայինի հետ։ Այդ դեպքում Ռադիոկայանը ռադիոկայանի հետ, թերթը թերթի հետ։ մեկ քայլ առաջ էին։ Լուրջ քայլ առաջ էին։ Ոչ միայն մեկ քայլ, լուրջ քայլ առաջ էին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ներկայացնելու համար տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագան ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին։